Հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ հպարտ եմ, որ ոչ միայն հետևում եք, այլ նաեւ ձեր առաջարկները, ձեր խորհուրդները հղում եք մեզ եւ սա արդեն մենք մտածում ենք, որ հաղորդումը նաեւ ձեզ համար է, քանի որ դուք ակտիվ մասնակիցն եք մեր հաղորդաշարերի։ Իմ ջերմ ողջույնները մեր սպիրկայի բարեկամներին, մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին։ Բարեկամներ, մենք այս գործը անում ենք միասին եւ անում ենք մեզ համար։ Եվ այսպես շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Բարեկամներ, այսօրվա ներկայացվելիք ուտեստը մածնապուրների շարքին է պատկանում եւ կոչվում է Փերիայի մածնապուր, սա սպասների մի բազմազան մեր տարատեսակներից մեկն է եւ հատկապես իր յուրահատուկ լինելը նրանում է, որ այստեղ օգտագործելու ենք նաեւ ավելուկ։ Բաղադրությունը շատ պարզ է, ձավար, թան, այս պահին բոված ալյուր եւ ավելուկ։ Փերիայում մածնապուրները պատրաստում էին աշնանը թանից, խնոցու թանից, ձմռանը չորաթանից եւ մնացած ժամանակներ, երբ որ կար մածուն, ապա մածունով էին պատրաստում։ Եվ շատ ընդունված ուտեստեր եւ օգտակարությունը սրա արդեն ոչ մեկը չի համարձակվի նույնիսկ կասկածի տակ դնել։ Սկզբի համար ձավարը կիսախաշ կարող ենք իհարկե պատրաստել նաև ցորենով ուղակի կամ ուղակի հում ձավարով։ Խառնում ենք մի քիչ բոված ալյուրով։ Սա թանի դեպքում, երբ որ թանով ենք պատրաստում, խառնում ենք միատարր զանգված, համասեր զանգված ստանալու համար, այնուհետև ավելացնում ենք թանը, խառնելով եւ դնում ենք կրակին, մի քիչ խառնում եւ ինչպես միշտ փայտե գտալը թողնում մեջը։ Ավելուկը դնում ենք ափսեի մեջ, վրան ավելացնում ենք եռացող ջուր, չորս-հինգ րոպե հետո ավելուկի այն մի քիչ դառը մասը կանցնի եւ մենք կունենանք շատ համեղ մեր այս հիանալի ուտելի վայրի բույսը։ Այսպես խառնելով պիտի հասցնենք եռման աստիճան։ Եվս մեկ յուրահատկության մասին պիտի խոսեմ մածնապուրների կամ թանապուրների հետ կապված։ Այստեղ պիտի հաշվի առնենք, թե մենք ուզում ենք այդ ձավարը շատ բացված լինի, թե չէ։ Գիտենք, որ թանը թթու միջավայր է, երբ որ հում ձավարով ենք պատրաստում, միգուցե շահում ենք համի տեսակետից, բայց ձավարը ամբողջությամբ չի բացվում, թթու միջավայրում ձավարը մեծ չի բացվում, բայց համային առավելությունը կարծում եմ արժե գոնե մեկ անգամ օգտագործել։ Այսպես պիտի եռա եւ եռալուց հետո արդեն կսկսենք այլ պրոցեսները, ավելացնել ավելուկը եւ ուտեստը վերջնական տեսքի կբերենք։ Այսինքն կհանդիպենք 1-2 րոպե հետո։ Բարեկամներ, եռած արդեն եւ բավականին ժամանակ է եռում է։ Ձավարն էլ մեր կիսաեփեր, արդեն ժամանակն է, որ մենք ավելացնենք նաեւ ավելուկը։ Ավելուկը քամենք։ Ավելուկի բույրը արդեն ամբողջ տաղավարում գերիշխում է։ Կտրատենք ավելուկը եւ տեղադրենք
ապուրի մեջ ավելուկով մածնապուր փերիա հիշեցնեմ, բաղադրությունը կիսայեպ ձավար, թան, ավելուկ մատուցելու ժամանակ արդեն կհամտեսենք, տեսնենք համային հատկանիշները, կճշտենք և վերջում մի քիչ կարագ ու կանաչի, այսինքն այն եղանակը, որ մենք արդեն գիտենք, թե ոնց ենք մատուցում ավելուկը, նույն եղանակով մատուցում ենք։ Պատրաստենք համքեղը, այսպես մենք արդեն դեռ շատ վաղուց պայմանավորվել ենք, որ բանջարեղենները, լինի դա վայրի ուտելի բույսեր, թե տնական այդպես բանջարեղեններ, մենք որոշել ենք շատ երկար ջերմային մշակման չենթարկել, պահպանելով նրանց սննդային արժեքները մեզ համար։ Այնպես որ արդեն պատրաստ է ուտեստը, արդեն պատրաստ է, կհամտեսենք։ Ոչ մի բանի կարիք չունի, բացարձակապես։ Կնստենք այս լավ, հնագույն և շատ հայտնի ուտեստին հարիր ափսեի մեջ, կանաչի, մի փոքրիկ կարագ կանաչու վրա, լավաշների լավաշը կողքից և իմիջիալոց պիտի նորից հարցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, դեռ շնորհակալություն չեն հայտնել արդյոք աշխարհով մեկ հայերին լավաշ ստեղծելու համար։ Չեն հայտնել, կհայտնեն անպայման։ Ահա այս ուտեստն էր, բարեկամներ, որ մենք միասին պատրաստեցինք։ Նորից կրկնեմ, փերիայի մածնապուր և բաղադրությունը ձավար, կիսախաշ կամ ցորեն, թան, կարող ենք օգտագործել չորաթան, կարող ենք օգտագործել մածուն, օգտագործեցինք ավելուկ և համքեղ կարագ, մի քիչ աղ և մատուցեցինք լավաշով։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ունկնդիրը լինելու համար և ուզում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ պատրաստեք ավանդական ուտեստներ, այդ ուտեստները նպաստելու են ձեր առողջ լինելուն, ձեր երջանիկ լինելուն և թող նաև նպաստեն, որ մենք լինենք մի քիչ ավելի բարի, մի քիչ ավելի միակամ, հպարտանանք հայ լինելու համար և ունենանք համբերություն, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Հարգելի հեռուստադիտողներ, բաղադրությունը ես օգտվել էի Լևոն Ղազարյանի խմբագրած հայկական ժամանակակից և նորագույն խոհանոց։ Ուտեստը պետք է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմության։ Ստեսյուն բարեկամ։ Փերիայի մածնապուր, ավելուկ 100 գրամ, ձավար 200 գրամ, թան 1 լիտր, բոված ալուր 2 ճաշի գդալ, համեմ, կարագ, աղ, պղպեղ, բարեխորշակ։